Բարի լույս, բարի լուսաբաց, անհոգ, ուրախ, օրհնված և խաղաղ օր եմ մաղթում բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, ես արդեն իմ կոֆեն դրեցի։ Դուք էլ դրեք, միասին տիկին Մարինեի հետ խմենք մեր առավոտվա մեկ բաժակ կոֆեն։ Հիմա կոֆեն արդեն ուզում է եփվի մարմանդ կրակով, արդեն համարյա եփվեց։ Մի հատ էլ այսենց խառնեմ, վերցնեմ և գնանք։ Գնացինք կոֆե խմելու։ Սիրելիներս, կոֆեն արդեն պատրաստ է։ Սիրով հրավիրում եմ, համեցեք միասին մեր առավոտվա կոֆեն խմենք և մի փոքր էլ զրույց անենք։ Այս բոլոր համեղությունները ձեզ համար եմ դրել։ Համեցեք, կտրեմ, միասին վայելենք։ Իսկ հիմա սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ թանկագին հետևորդներ ջան, իմ ալիքի հյուրեր ջան, սիրում եմ ձեզ բոլորիդ։ Իմ կոֆեն արդեն պատրաստ է, դուք էլ եթե չեք դրել, դրեք, համեցեք միասին այս համեղություններով կոֆե խմենք։ Սրտանց հոգով ուզում եմ ձեզ բոլորիդ հյուրասիրած լինեմ Մարինեիս ծննդյան առթիվ և ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել։ Շնորհակալ եմ անսահման, անհատական յուրաքանչյուրիցդ, իմ լավ, բարի հետևորդներ ջան։ Շնորհակալ եմ ձեր սրտից բխած ջերմ խոսքերի, մաղթանքների համար, անչափ անսահման։ Սիրելի հետևորդներ ջան, այնքան ուրախ և հարգված եմ ինձ զգում ձեր ամեն մի գեղեցիկ, ամեն մի ջերմ գրառումների համար։ Հարգանքներս ձեզ, սիրում եմ ձեզ բոլորիդ, ցանկանում եմ ձեզ առողջություն, երկար տարիների ուրախ անհոգ կյանք, լինեք միշտ օրհնված, ապրեք 100 տարի, անսահման սիրում եմ ձեզ։ Այսօր սիրելիներս փորձելու եմ կոֆես այս համեղ պեչենիով, ասեմ որ գնված է, բայց շատ փափուկ է, շատ համով է, ինձ թվում է, դեռ չեմ փորձել, բայց այսօր ձեզ հետ միասին փորձելու եմ այս համեղությունը։ Իրոք համեղ է, մալինայի ջեմով է։ Կարծեմ տիկին Անահիտս է գրել, Մարինե ջան, քեզ շատ մի զրկիր, եթե անունը կսխալվեմ, ներող կլինեք։ Սիրելիներս, գիտես, գալիս է պահ, որ քաղցրի ցանկություն ես ունենում և գիտեք իս ձեր ցանկություն, որ տվյալ պահին չլինի, չգիտեմ շաքարից է, թե ինչից է, բայց պահանջ զգացվում է, իհարկե, մեկ-մեկ կարելի է, մեկ-մեկ թույլատրվում է, ես էլ եմ օգտվում, իհարկե կոնֆետ էլ եմ օգտվում, պեչենի էլ եմ օգտվում, բայց ասեմ շատ հազվագյուտ, սիրելի հետևորդներ ջան, հաճախակի չեմ օգտվում։ Ալլայից հետ շատ լավ օր ունեցանք, նստեցինք, բավականին զրուցեցինք, սիրելիներս, հարցը սեղանը չի, ուզում եմ, որ շուշուտ հանդիպենք, օտարության մեջ շատ քիչ ենք բարեկամներով,
անընդհատ ուզում են, որ գան, գնան, երիտասարդ են, երիտասարդ ընտանիք են, բայց շատ կազմակերպված, շատ աշխատասեր ընտանիք են, շփվում ենք, ամիսը մեկ անգամ գոնե հանդիպում ենք, դե հիմա ամառ է, կարող է ժամանակ չունենան, ոչ իրենք, ոչ էլ մենք կարող է ինչ-որտեղ ժամանակ գտնենք գնալու, բայց շատ զբաղված են իրենք, մոտակա 3 ամիսը արդեն հենց սկսեց վաճառքը, հիմա վաղուց վաճառել են, ծաղիկները ծաղկել է, սիրելիներս, ուղղակի անձրևները չթողեցի, որ վաճառքի հանեն, հիշում եք, որ գնացել ենք մազերս կտրելու, այդ ժամանակ վաճառքի հանել էին, հենց այդ գիշեր էլ ձունը դրեց, ահա որ ձուն եկավ, մի խոսքով ինչ եմ ուզում ասել, միշտ լինենք բարի, շփվենք իրար հետ, բարի մտքերով և բարին կամենանք, ինչքան բարին կամենանք, այնքան Աստված առատապես մեզ բարություն կտա և հաջողություն կտա, սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք վիտամիններով հարուստ, հասարակ շատ համեղ աղցան, հիմա լվանում եմ գազար, վերցրել եմ 2 գազար, լավ լվանում եմ սպունգով, որտև մի քիչ ցեխոտ է և հեռացնում եմ կեղևը գազարի վրայի, Իմ աղցանի համար լվանում եմ 2 հատ միջին չափսի լոլիկ, այսօր ես կաղամբով գազարով սալաթին կավելացնեմ կարմիր քաղցր պղպեղ և լոլիկ, աղցանի համար բաղադրիչները լվացած մաքուր պատրաստ է, վերցրել եմ կաղամբ, կարմիր 2 հատ քաղցր պղպեղ, դանակ շերտատելու համար կաղամբը, սովորական դանակ, 2 հատ լոլիկ, 2 գազար և սառնարանում ինչքան թարմը կանաչի ունեի, սամիտ, համեմ և մաղադանոս, սև պղպեղ, աղ, սովորական կերակրի և աղցանների համար հատուկ համեմունք է, բուսայուղ և քացախ ինձ մոտ 6%-անոց է, կարող եք վերցնել 9%-անոց, դե ինչ հիմա սկսենք շերտատել կաղամբը, ասեմ որ նախապես կաղամբն էլ եմ լվացել, չորացրել եմ, սրբել եմ, առաջին անգամ եմ ես օգտագործում, հարսս օգտագործել է, բայց ես առաջին անգամ, տեսնեմ ոնց է ստացվելու ինձ մոտ, ասեմ որ կաղամբն էլ շատ թույլ է, իսկական տոլմայի կաղամբ է, իսկ շերտատելու համար, աղցանի համար ճիշտ է սպիտակ է, համեղ է, հյութալի կաղամբ է, բայց թուլոտ է, մի քիչ ձիգոտ կաղամբն է հարկավոր, որ լավ շերտատվի, որքան հնարավոր է կշերտատեմ սիրելի հետևորդներ ջան,
Հարմար դանակ է, բարակ, գեղեցիկ շերտատում է։ Կաղամբի դանակով շերտատեցի, վերջացրեցի, հիմա ցույց եմ տալիս սովորական դանակով նորից կարող ենք գեղեցիկ շերտատել ձողիկների նման, բարակ, երկար, շատ ընտիր ստացվում է, տեսեք ինչքան լավ ստացվեց։ Կաղամբը շերտատելուց հետո կաղամբի վրա ավելացնում եմ աղ, հիմա դնեմ խոշոր անցքի վրա աղը, որ լավ գա, աղը լցնելուց հետո լավ տրորում եմ, ճզմում եմ կաղամբը, որ թուլանա, հիմա կաղամբը դնեմ մի կողմ, անցնեմ գյազարին։ Կորեական աղցանի համար նախատեսված քերիչով կանցկացնեմ գյազարը, կարող ենք անցկացնել սովորական քերիչով, կարող ենք դանակով ձողիկների նման կտրտել, ում ինչպես հարմար է, այնպես էլ կտրտում ենք, քիրում ենք գյազարը, սիրելիներս, շատ լավ ստացվում է, չնայած այս կորեական աղցանի քերիչով, սիրելիներս, երկար, բարակ, հավասարաչափ, մնացածը, սիրելիներս, կադրից դուրս կանեմ, տեսեք ինչքան լավ է, բարակ, հավասարաչափ ստացվում։ Կադրից դուրս պղպեղները կտրատեցի, վերջացրեցի, հիմա լոլիկն եմ կտրատում։ Աղցանի բոլոր բանջարեղենները կտրտել եմ, պատրաստ է, հիմա մանրացնում եմ թարմը սամիտ, մի փոքր մաղադանոց և համեմ։ Կանաչին էլ մանրացրեցի, վերջացրեցի, ավելացնում եմ բանջարեղեններին, շուրջ բոլորս հավաքեմ, որ սկսեմ արդեն կանաչիները համեմել համեմունքներով։ Հիմա պետք է համեմեմ քացախով, բուսայուղով և ունիվերսալ համեմունք է բոլոր տեսակի բանջարեղեններով աղցանի համար։ Հիմա ավելացնում եմ մեր աղցանին կտրտած այս համեղ համեմունքը։ Համեմում եմ սև աղացած պղպեղով, քացախով խնձորի 6%-անոց, 1, 2,
Սա էլ 3, առայժմ բավական է, հետո որ համտեսեմ կավելացնեմ, եթե պակաս լինի, հիմա լցնում եմ բուսայուղ, 1, սա 2, 3, 4 լիքը ճաշի գթալ, ընթացքում նորից եթե պակաս լինի կավելացնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, աղցանին ավելացրեցի քացախ, բուսայուղ, համեմեցի սև պղպեղով, աղով համեմունքներով, հիմա ամենահարմար տարբերակը ձեռնոցներով խառնելն է, մի լավ կխառնեմ, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնվեն իրար։ Ընտիր աղցան պատրաստեցինք սիրելիներս, ձեզ հետ միասին, ես պատրաստեցի, դուք էլ մոտիվացվեցիք, հիմա մի հատ էլ խառնեմ, որպեսզի համը տեսնեմ, ալանի է կամ բուսայուղի կարիք կա ավելացնելու, մի խոսքով լցնեմ և համտեսեմ։ Մի փոքր աղ պետք է ավելացնեմ և բուսայուղ։ Բուսայուղը շատ քիչ է, այս աղցանին սազում է, որ բուսայուղը մի քիչ շատ լցնենք, որ ավելի փափկի և ավելի համեղ ստացվի։ Կարող ենք նաև քացախի փոխարեն ավելացնել լիմոնի հյութ։ Սիրելիներս տեսեք, ստացվեց շքեղ, արագ, անչափ համեղ աղցան։ Հիմա ամանը բերեմ դատարկեմ, դնեմ սառնարանը։ Աղցանը պատրաստ է, ուզում եմ աղցանը լցնեմ ավելի փոքր տարայի մեջ։ Հիմա այս համեղ, գեղեցիկ, գունեղ աղցանը դատարկում եմ փոքր տարայի մեջ, սիրելիներս։ Շատ համեղ ստացվեց, կարող ենք ավելացնել նաև, եթե ունենանք թարմը վարունգ էլ։ Տեսնում եք ինչ հյութեղ ստացվեց, դեռ նոր եմ պատրաստել, արդեն իրեն հյութը դուրս է տվել, որ ձեռքով ճզմում ենք, թուլանում է և հյութը դուրս է տալիս։ Գունեղ, համեղ, թեթև, վիտամիններով հարուստ աղցանը պատրաստ է արդեն, դնեմ սառնարան, սիրելիներս, գնանք իմ ցանած սացիլները ձեզ ցույց տամ։ Սիրելիներս, տեսեք, ռեհանի սացիլները, որ սացիլել եմ բաժակի մեջ, արդեն սկսել են լավ աշխատել։ Հիմա չորացել եմ, պետք է ջրեմ, ցույց եմ տվել և ասել եմ ինչով, եթե չունեք սովորական պլաստմասայի շիշը ծակում եք տաք և սարքում եք այսպիսի ջրելու համար հարմարավետ և ջրում ենք։ Զգուշությամբ ենք ջրում, տեսնում եք, ես ռեհանի վրա չեմ պահում ջուրը։ Լավ մեծանում են, աշխատում են, չնայած ես ասեցի, սիրելիներս, որ ցանելու եմ։ Սա, հիմա ուղղեմ, այս մեկը ոնց որ պարկել է, չգիտեմ ինչու համար։
Եթե չսկսի աճել, ես ունեմ սացիլ, մնացածը չեմ սացիլել, մնացել է։ Հենց արմատները այսպես ջրում ենք։ Սիրելի հետևորդներ ջան, ռեհանը ջրեցի, վերջացրեցի, ցույց տվեց, սրանք էլ վարունգներն են, որ տնկել եմ, նազրվան սորտն է սրանք, սա կուրաժ սորտն է, մնացածը դեռ նոր են սկսում ծլել, նույն ձևել վարունգներն ենք ջրում, արդեն չորացել է, որովհետև ատապլենին վառվում է, սիրելի հետևորդներ ջան, չորանում է։ Հերթով բոլորն էլ ջրում ենք։ Թե ծլածը, թե չծլածը։ Խոնավեցնում ենք, որ արդեն դուրս գա։ Վարունգի սորտերից են, որ կա վարունգի սորտ, որ շատ ուշ է դուրս գալիս, օրինակ կուրաժը, տեսեք ոնց է դուրս եկել, սրանք կուրաժն են, որ ջրում եմ։ Իսկ սա մեր հայկական նազրվան սորտն է։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներս, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, սիրելիներս, սիրով ցույց տվեցի, թե ինչպես եմ պատրաստում աղցանը և սիրով ցույց տվեցի մեր սացիլները, եղեք առողջ և օրհնված, ստեսություն, մինչ նոր հոլովակ։